Ողջույն բոլորին։ Ուրիշի ընտանիքը հեռուստասերիալը մոտենում է իր տրամաբանական և ցավոք շատ դրամատիկ ավարտին։ Քանի որ մնացել են հաշված սերիաներ, իրադարձությունները զարգանում են այնպիսի արագությամբ, որ հերոսները պարզապես չեն հասցնում շունչ քաշել ճակատագրի հարվածներից։ Եկեք վերլուծենք, թե ինչ է սպասվում մեզ այս վճռորոշ էպիզոդներում։ Այսօրվա վերլուծությունը սկսենք ամենացավոտ և ողբերգական կետից։ Թվում էր, թե Նորոյի և Մագդայի սերը կարող է հաղթահարել ցանկացած փորձություն, բայց ճշմարտության բեռը չափազանց ծանր գտնվեց այս հարաբերությունների համար։ Մագդան կայացնում է իր կյանքի թերևս ամենադժվար և ցավոտ որոշումը։ Նա չի ներում Նորոյին։ Իմանալով, որ Նորոն տեղյակ է եղել իր ծագման, Լանայի և Արշակի գաղտնիքի մասին ու գերադասել է լռել, Մագդան դա ընկալում է որպես դավաճանություն։ Նա կտրուկ հայտարարում է, որ չի ցանկանում այլևս շարունակել հարաբերությունները նրա հետ։ Շատերը կմեղադրեն Մագդային այս կոշտության համար, քանի որ Նորոն լռել էր զուտ նրան ցավ չպատճառելու նպատակով, բայց պետք է հասկանալ նաև աղջկա հոգեվիճակը։ Մագդայի ողջ աշխարհը, նրա ինքնությունը փլուզվել է, և այն միակ մարդը, ում նա անսահման վստահում էր, փաստացի դարձել է այդ մեծ ստի մասնակիցը։ Այս պահին նրա համար լռությունը հավասարազոր է դավաճանության։ Իսկ հիմա պատկերացրեք Նորոյի հոգեվիճակը։ Սա արդեն պարզապես ողբերգություն չէ, սա մարդկային ճակատագրի լիակատար կործանում է։ Ընդամենը մի քանի օրվա մեջ նա կորցրեց իրեն մեծացրած և պաշտելի տատիկին, իմացավ, որ հարազատ հայրը վաճառել է իրենց միակ տանիքն ու իրենց շպրտել փողոց։ Իսկ հիմա նրանից երես է թեքում այն միակ էակը, հանուն որի նա պատրաստ էր ապրել ու պայքարել։ Մագդայի այս մերժումը կարող է դառնալ այն վերջին կաթիլը, որը Նորոյին կդարձնի բացարձակ անկառավարելի։ Կորցնելով ամեն ինչ, նա այլևս ոչ մի արգելակ չունի լպրծուն Բաբկենին գտնելու և ամենադաժան ինքնադատաստանը տեսնելու ճանապարհին։ Եվ հենց այս պայթյունավտանգ ֆոնին չափազանց կարևոր է դառնում Էդոյի սերը։ Էդոն արդեն գիտի ողջ ճշմարտությունը Հասմիկի հրեշավոր քայլի և Թամար տատի անձնագիրը գողանալու մասին։ Բայց արդյոք նա կհամարձակվի այդ մասին հիմա պատմել Նորոյին։ Տրամաբանությունը հուշում է, որ Էդոն կլռի։ Տեսնելով ընկերոջ ծայրահեղ ագրեսիվ և կոտրված վիճակը Մագդայից բաժանվելուց հետո, Էդոն կհասկանա, որ այս նորությունը Նորոյին կդարձնի մարդասպան։ Ամենայն հավանականությամբ Էդոն կորոշի օգտագործել Հասմիկին, նրան շանտաժ անելով և ստիպելով գտնել Բաբկենին կամ ինչ-որ կերպ օգնել հետ վերադարձնել բնակարանը ոստիկանություն չդիմելու դիմաց։ Սա կլինի ամենախելամիտ քայլը ընկերոջը նոր փորձանքից հետ պահելու համար։ Ինչ վերաբերում է Արշակին ու Լանային, ապա Մագդայի այս կտրուկ քայլը պետք է սթափեցնի նրանց։ Արշակը, տեսնելով, թե ինչպես է քանդվում ոչ միայն իր, այլև Նորոյի կյանքը, ստիպված կլինի ծայրահեղ միջոցների դիմել Մագդային ապացուցելու համար, որ որոշ ստեր ասվում են բացառապես մեծ սիրուց դրդված։ Լանան այլևս իրավունք չունի փախչելու։ Նա պետք է կանգնի դստեր առաջ և կրի իր սխալների պատասխանատվությունը, եթե չի ուզում, որ իր աղջիկը կործանի սեփական երջանկությունը։ Սիրելի հետևորդներ, քանի որ մենք քայլում ենք դեպի մեծ ֆինալ, ձեր կարծիքներն ինձ համար շատ կարևոր են։ Ունեմ երկու հարց ձեզ համար։ Առաջինը, արդարացնում եք արդյոք Մագդայի այս որոշումը։ Արդյոք Նորոյի լռությունն այնքան մեծ մեղք էր, որ արժեր դրա համար վերջակետ դնել նրանց սիրուն, թե Մագդան պարզապես էմոցիաների զոհ դարձավ։ Եվ երկրորդ, ինչպես կվարվի Էդոն Հասմիկի խոստովանությունից հետո։ Անպայման գրեք ձեր մեկնաբանությունները։ Շնորհակալություն դիտելու համար։